երկայնամիտ մարդը զորեղից ուժեղ է և լավ է։ Իր հոգին հսկողը առավել ևս լավ և քաջ է։ Սիրելիներ, այսօրվա խոսքս համբերությանն է վերաբերվում։ Համբերությունը կյանք է, և Սուրբ Գիրքն է ասում. «Ով մինչև վերջ համբերի նա կապրի, ո համբերեսցե իսպառ նա կեցցե»։ Այս մասին մի հրաշալի պատմություն կա։ Ասում են, որ Աստվածաշունչից հին կտակարանից մեզ հայտնի հայր Աբրահամը երբեք մենակ հաց չէր ուտում։ Վրանից դուրս էր գալիս, կանգնում էր փողոցում և ամեն անցորդի հրավիրում էր, որպեսզի մենակ չճաշեր։ Օրերից մի օր, երբ որ մի անցորդի հրավիրեց տուն, սեղան նստեցին, ասաց պիտի Աստծուն փառք տանք, հետո նոր ճաշակենք։ Այս մարդն ասաց, ես Աստծուն չեմ հավատում, ուստի չեմ աղոթի։ Ասաց, որ չես աղոթում, վրանիցս դուրս արի և գնա։ Երեկոյան տիրոջ հրեշտակը մոտեցավ, թե Աբրահամ, կեսօրվա հյուրդ ուր է։ Ասաց, Տեր, Աստծուն փառք չտվեց և չաղոթեց ինձ հետ, դրա համար ես դուրս արեցի իրեն։ Աբրահամ ասաց հրեշտակը, քանի տարեկան էր այդ մարդը։ Կլիներ մոտ 75-80 տարեկան, Տեր։ Ասաց Աբրահամ, Աստված 75 և 80 տարի համբերեց այդ մարդու անհավատությանը, դու 10 րոպե չհամբերեցիր։ Ուստի սիրելիներ, մեզ դաս, որ իրապես համբերությունը կյանք է։ Համբերությամբ զինվենք մեր ամեն գործի, խոսքի, մտածումի մեջ և ամեն բան Աստված ավելիով կհարթեցնի մեր հոգևոր ճանապարհը հատկապես։